Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Սևակ Ամրոյանը հայկական շոու բիզնեսի ամենահզոր ձայներից մեկն է։ Երգիչն ակտիվ գործունեություն է ծավալում եւ շարունակում է նոր հիթային երգեր թողարկել։ Սակայն վերջին տարիների ընթացքում առավել շատ քննարկումների կենտրոնում հայտնվում է Սևակ Ամրոյանի անձնական կյանքն ու երկու բալիկները։ Որդիների ծնունդից հետո Սևակ Ամրոյանը բավականին հաճախ հրապարակում է նրանց հետ համատեղ լուսանկարներ։ Երգչի կինը Քրիստինան եւս ակտիվ է սոցիալական հարթակներում, որտեղ էլ այսօր հարց ու պատասխան է կազմակերպել։ Հետևորդներից մեկը հարցրել էր. «Իսկ աղջիկ ուզում եք ունենալ»։ Քրիստինան խորհրդավոր ձևով էր պատասխանել. «Ես իմ» ու կցել էր մի լուսանկար, որտեղ ափսեի վրա գրված է «Աղջիկ է»։ Այս հրապարակումը կասկածի տեղիք է տալիս, արդյոք Քրիստինան կրկին բալիկ է սպասում եւ շուտով լույս աշխարհ կգա Սևակ Ամրոյանի եւ Քրիստինայի երրորդ երեխան, այս անգամ աղջիկ։ Իսկ մենք սպասենք, երբ պարզաբանում կտա զույգն այս հարցի վերաբերյալ։ Մինչ այդ առաջարկում ենք լսել նաեւ մի քանի հարց ու պատասխանի այլ վիդեո տարբերակով պատասխաններ։ Մերսի։ Սևակին էլ մի քիչ ցույց տամ։ Սևակ ստեղ մի հատ աղջիկ Անժելա անունով հարցնում է կամուսնանաք ինձ հետ։ Սևակին հարցրեք։ Չէ, բայց ես ինձ նկարել, բացիկ չէ։ Լուրջ ես ինչ է։ Չես ամուսնանա։ Մի անգամ Ինչ։ մի անգամ բախտավոր բան։ Սևակ հարցնում են ճիշտ է, որ դուք բաժանված եք եղել։ Թող իմանամ։ Թող։ Խնդիր չկա։ Չէ։ Լավ։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ Ամալիա Հովհաննիսյանն իր Life-room հաղորդման շրջանակներում հյուրընկալել էր երգիչ Սևակ Ամրոյանին։ Star News-ը հետևել էր սիրված երգչի անկեղծ զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր մտքերը։ Զրույցի ընթացքում Սևակը խոսել էր կնոջ հետ հարաբերությունների, ամուսնությունից հետո առանձին ապրելու եւ երեխա ունենալու որոշման մասին։ Նա նշել էր հետեւյալը. «Ընտանեկան կյանքը մեզ հեշտ տրվեց։ Շատ չեմ շփվել ամուսնությունից առաջ, բայց հասցրել ենք լավ ճանաչել իրար։ Երբ ամուսնանում ես, դա մի շատ ուրիշ աշխարհ է։ Եվ ես ամեն ինչ արեցի, որ ամուսնանամ ու գնամ իմ տուն։ Լինենք առանձին ու կայանանք որպես ընտանիք։ Էդ իմ համար շատ կարևոր էր։ Ինձ թվում է, եթե զույգերն առանձին չեն, չեն կայանում։ Պետք է իրենց անկյունը ստեղծեն, այդ խնդիրները հաղթահարեն, կռվեն, բարիշեն ու դառնան ընտանիք։ Կյանքում ոչինչ հեշտ ու հարթ չի լինում»։ Սևակն անկեղծացավ ու պատմեց նաև այն մասին, որ կենցաղավարությունը իրեն բարդ է տրվում։ «Ես 31 տարեկանում եմ ամուսնացել, ու մեր տանն ընդհանրապես տեղյակ չէի տան կոմունալից, աղբ թափելուց ու ամենամանր կենցաղային խնդիրներից, բայց հիմա նոր տուն ու ընտանիք, ամբողջ հոգսը պետք է դու հոգաս։ Բայց մենք խնդիր չունենք։ Կինս իմ ամենալավ ընկերն է, ու մենք չունենք իմ փողը կամ քո փողը։ Մեր փողն ընդհանուր է, ու մենք ամեն ինչ միասին ենք անում։ Ինքը այդ աղջիկների դասին չի պատկանում, ու ես չէի էլ ընտրի տենց աղջիկ, որ ասեր դու տղամարդ ես, ուրեմն այս հոգսը քոնն է։ Չէ, մենք հավասար, կիսում ենք ամեն բան։ Կարող է ես տանը մի կեղտոտ բան տեսնեմ, այդ պահին մաքրեմ, ու կարող է ինքը աղբը թափի։ Մենք չենք հաշվում, ով ինչ արեց։ Հաղորդավարուհին հարցրեց այն մասին, որ դեռ տարիներ առաջ Սևակն ուներ երեխա ունենալու մեծ ցանկություն, սակայն երբ արդեն ստեղծել է իր ընտանիքը, կարծես չի շտապում։ Երգիչն այսպես պատասխանեց. «Անկեղծ ասած չէինք շտապում, բայց արդեն մտքներիս կա։ Սենց ասեմ, մտածում ենք, որ արդեն ժամանակն է։ Սկզբից չէ, որոշել էինք ճամփորդել, որոշ բաներ տեսնել, միասին ժամանակ անցկացնել, հետո նոր մտածեինք»։ Սևակը նաև նշեց, որ ցանկանում է 3 երեխա ունենալ։ Ինչպես արդեն հասցրել ենք տեղեկացնել, երգչի կինը բավական ակտիվ է իր Instagram-յան էջում եւ հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում, որից մեկի ընթացքում հետևորդներից մեկը փորձել էր հարցնել, թե որտեղ եւ ինչպես է ծանոթացել Սևակ Ամրոյանի հետ։ Սևակի կինը պատասխանել էր հետեւյալ կերպ. «Մենք ծանոթացել ենք մեր տանը», գրել էր Քրիստինան։ Դե իսկ Star News-ն առանձնացրել է նաև Սևակ Ամրոյանի կենդանի կատարմամբ մի քանի երգ, առաջարկում ենք լսել դրանք։
Կրու ուստիկ ու քաս ծառայեմ ձայնի կրունք մեր աշխարհ Խաբրիկ մչունիս կրունք մեր աշխարհ Խաբրիկ մչունիս Աշուն է մոտեցել գնալու ես թեպտիր երամ ես ժողովեր հազարներ ու բյուր երամ ես ժողովեր հազարներ ու բյուր Sen